Ողջույն սիրելի բարեկամներ եւ համեղի սիրահարներ, բարի գալուստ իմ խոհարարական ալիք։ Այսօր պատրաստելու ենք մի շատ հայտնի եւ անչափ համեղ տորտ պանչո, նուր բիսկվիտ, անուշ դեղց եւ շոկոլադի հալեցնող համ։ Բոլորը մեկտեղ, իսկ արդյունքը իրական հրաշք։ Եվ պատրաստման համար սկզբից կպատրաստեմ խմորը, բիսկվիտը 5 ձևին ավելացնում եմ մի պտղունց աղ եւ 200 գրամ շաքարավազ։ Լավ հարում եմ, մինչ զանգվածը կավելանա 2-3 անգամ, մոտավորապես 7-ից 10 րոպե։ Ավելացնում եմ չոր բաղադրիչները 130 գրամ ալյուր, 40 գրամ կակաոյի փոշի, վանիլին եւ զգուշությամբ խառնում եմ։ Նախապատրաստված զանգվածը ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը մոտավորապես 15 րոպեով։ Կրեմի պատրաստման համար հարկավոր է 200 գրամ սերուցքային պանիր, կհարեմ, ավելացնում եմ 140 գրամ շաքարի փոշի, նաև հարում եմ միասին եւ վերջում ավելացնում եմ 300 գրամ սերուցք, յուղայնությունը 35%։ Պատրաստեցի կրեմը, այսպիսին է ստացվում եւ մի փոքր առանձնացնում եմ, որ վերջում տորտը պատեմ այս կրեմով։ Պատրաստի բիսկվիտից կտրում եմ շրջան օգտագործելով ափսե, ափսեի տրամագիծը 24 սանտիմետր է եւ մնացած բիսկվիտը կիսում եմ փոքրիկ խորանարդների։ Նախապատրաստած խորանարդները դա շերտերն են լինելու տորտի, իսկ շրջանը դա հիմքն է։ Տորտը հավաքելու համար հարկավոր է այսպես խորը ափսեին եւ սննդային թաղանթ, այսպես տեղադրում ենք, ինչպես ես ներկայացնում եմ տեսահոլովակում։ Առաջի շերտով քսում եմ կրեմը եւ վրան տեղադրում եմ խորանարդները։ Բիսկվիտը մի փոքր թրջում եմ դեղցի օշարակով, վրայից ավելացնում եմ փոքրիկ խորանարդների կտրատած պահածոյացված դեղցը եւ ընկույզը։ Ընդհանուր տորտի համար հարկավոր կլինի 300 գրամ դեղց եւ 100 գրամ ընկույզ։ Տորտը հավաքում ենք շերտերով, բիսկվիտ մի փոքր թրջած օշարակով, վրայից ընկույզը եւ դեղցը, վրայից պատում ենք կրեմով, տենց մի քանի շերտ եւ վերջի շերտը դա հիմքն է, շրջանը։
Փակում եմ սննդային թաղանթով, ինչպես ցուցադրում եմ տեսահոլովակում, եւ ուղարկում եմ մի քանի ժամով սառնարան։ Սառնարանից հանում ենք տորթը պատրաստ, տեղափոխում ափսեի վրա, ինչպես ներկայացրեցի տեսահոլովակում ցուցադրում եմ, եւ վրայից պատում ենք մնացած կրեմով։ Վերջում ջնարակով նախշեր ենք անում։ Կարող եք եւս կես ժամով, 1 ժամով ուղարկել սառնարան։ Ահա եւ պատրաստ է մեր հրաշալի պանչո տորթը՝ նուրբ, հյութալի, թեթև եւ անչափ համեղ։ Մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայք դրեք, եթե հավանեցիք այս բաղադրատոմսը, եւ շնորհակալ եմ, որ այսօր եւս իմ հետ եք իմ խոհանոցում։ Մինչ նոր հանդիպում։